Հիմա այսպեսի լուրջ հարցից առաջ Հայաստանում լռություն էր տիրում։ Այդ պայմաններում ոնց կարող էր անսպասելի լինել։ Լուսավոր ճանապարհ ընտրած մարդը չի լռում իր ճանապարհ ընտրելու մասին, հստակ ասում է, ես ընտրել եմ այս լուսավոր ճանապարհը, սա ճշմարիտ ճանապարհ է, արդար ճանապարհ է։ Կամ եթե վատն ասում է, սա սխալ ճանապարհ է, մենք դրանից հրաժարվում ենք։ Կամ պիտի հրաժարվենք։ Հարց, որ վերաբերում է եւ խորհրդարանին, եւ սահմանադրական դատարանին, նաեւ կառավարությանը ու նաեւ ամբողջ ժողովրդին, այդ հարցը չէ կարող լռությամբ ինչ որտեղ մշակվել։ Հայաստանը որևէ մեկի դուքանը չի, ոչ իմ, ոչ էլ նախագահի, որևէ մեկի։ Հայաստանի վերաբերող հարցերը պիտի պատասխան ստանան Հայաստանի բոլոր պատկան մարմիններից, բայց առաջին հերթին իշխանության գլխավոր քրոջից, ժողովրդից։ Պարոն Հայրիկյան, կարող ենք համարել, որ Սերժ Սարգսյանի իր հայտարարությամբ կրակեց հայ ժողովրդի վրա։ Եթե դուք բանաստեղծական ձևակերպումներ եք ուզում, ես միշտ չի որ պատրաստ եմ այդպիսի ձևակերպումներ տալու։ Բանաստեղծական ակումբներ ունեմ, բայց ոչ միշտ, ոչ ամեն տեղ։ Բայց ձեզ պետք է հանրաքվե անցկացվել։ Չէ։ Հանրաքվե պետք էր անցկացվել ոչ թե այն բանի համար մենք դեպի Եվրոպա են գնում, թե սիրուն են գրել, ոչ սովետական միության վերադարձին։ Շատ հստակ գրված է։ Պաստառը կարդալուց հետո ինձ համար հասկանալի է դառնում, որ այո, ես մասնակիցն եմ այս ինքնաբուխ միջոցառմանը։ Չէ, մինչև այդ երբ ոչ չկար ինձ ասում են դուք եք մասնակից, ասում ինչին եմ մասնակից։ Իմ ասեք այդպեսի պաստառ եմ մասնակից եմ։ Հաշվի առնելով, որ դեռ երեկվա տվյալներով հանրապետական կուսակցության վերնախավ այսպես ասած լրիվ այլ բան, որ ասոցիացիան համաձայնագրի։ Լրիվ ճիշտ է, տեղյակ եմ։ Կարող ենք ասել, որ զուտ այդ հանդիպման ընթացքում է այդ որոշումը կայացել Սերժ Սարգսյանի կողմից կամ ինչ ճնշումներ են գործադրվել։ Ես ուզում եմ, որ բոլորը պատկերացնեն, որ այս բնույթի որոշումները, այս բնույթի հայտարարությունները դրանք որոշում չեն։ Հայտարարությունները որոշում դառնալու համար պիտի ճանապարհ անցնեն։ Մենք ունենք հնարավորություն նաև ճանապարհի ընթացքում նախ ճշտել Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշում եղել է, դա ճնշումը պարտադիր չի որ լինի անհատական։ Կարող է լինել տարբեր սպառնալիքների տեսքով։ Եվ եթե պետք է օգնել, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակին չօգնեցինք, երբ ինքը հայտարարում էր, որ ինքը չուզեց, որ իրեն օգնենք։ Հայտարարում էր, որ որոշակի ուժերի ճնշման տակ ինքը եւ այլն եւ այլն։ Նույնն էլ կարող է այստեղ լինել։ Եթե պետք է օգնել, օգնում ենք, ոգի ենք տալիս, ուժ ենք տալիս, աջակցություն ենք հայտնում եւ ասում ենք շարունակի քո գիծը։ Եթե ինքը հեռացել է այն գծից, որը վաղուց համարվում էր մեր ժողովրդի գիծը, այդ դեպքում ինքը պիտի եւ գնա իր ցանկացած ճանապարհով անհատապես, բայց ոչ որպես Հայաստանի նախագահ։ Ասացիք, որ միանում եք այս ինքնաբուխ հավաքներին, պահանջելու եք Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Տեսա պաստառ, որտեղ գրված էր ոչ սովետական միության վերականգնումը։ Այո, այդպեսի միջոցառման ես կմասնակցեմ։ Հնարավոր է պահանջեք Սերժ Սարգսյանի հրաժարականը այս որոշումից հետո։ Սերժ Սարգսյանն էլ բոլոր իշխանավորները ժամանակավոր են իշխանության։ Այս ժամանակը կարելի է կրճատել, եթե իրենց լավագույն ձևով չեն դասավորում։ Պարոն Հայրիկյան, մի հարցին Իմ համար այնտեղ մարդիկ են հավաքված, որոնց խոսում են զինված ապստամբության մասին, եթե ում են առաջարկում, տղերքին են առաջարկում։ Իրենք դեռ մտածում են, արդյոք է տարել է զինված ապստամբության ճանապարհով Հայաստանը վերադարձել անկախություն։ Հայաստանը անկախությունը չի կորցրել։ Նախագահի մի հայտարարությամբ Հայաստանը իր որոշումը չի փոխել։ Որևէ գործընթաց ունի սկիզբ եւ եզրափակում։ Այս սկզբից մինչեւ եզրափակում մշտական ճանապարհ կա։ Այնպես որ երեխայական բաներ եմ համարում այդ տեսակ խոսակցությունը։ Ընդհանրապես ես հայտարարություն, կարող է հայտարարություն եղել է նրա համար, որ մենք այստեղ բուրըն ընդվզենք, բայց ասում եք ես այդպես եի կարծում, բայց իմ ժողովուրդը այլ բան է ուզում։ Ես որպես փաստաբան հանդես չեմ գալիս, բայց ճնշման պայմաններում տարբեր դրսևորումներ են։ Ոչ էլ մանկամետներից, որ միանգամից գնունգը վերցնեմ, ասեմ վերջ, գնացինք։ Դուք սպայի դրությամբ դատապարտում եք Սերժ Սարգսյանի ասածը։ Չէ, ես դատապարտում եմ, որ ինքը այդ հարցը ընդհանրական քննարկումների չէ արժանացրել։ Դա պետք է համընդհանուր քննարկումների արժանանալ եւ
հստակեցվել աշխարհավարտերը, մենք դեպի ուր ենք գնում, մինչև իր հայտարարությունը անել։ Եվ մի հասցե թեմայից դուրս։ Այսինքն դա եվրոպական ստուգումներին հակասող պարված է։ Եվ մի հասցե թեմայից դուրս։ Հնարավոր է ձեզ Հնարավոր է առաջարկել։ առաջարկել։ Իրենք շատ լավ հասկանում են, որ